Հովհաննես 3:16-ից ասում է Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այնքան սիրեց մեզ բոլորիս, որ պատրաստ էր զոհելու իր միածին որդուն։ Ոչ թե նրանց, ով որ լավն են, բարի են, ոչ թե նրանց, ով որ լավ գործեր են անում, այլ բոլորին, ով որ հավատա։ Զոհը կարևոր էր, սիրելիներս։ Հիսուսը պետք է գար եւ ծնվեր, անցներ այդ ճանապարհը, մահանար ինչպես Աստծո գար, թափեր իր արյունը, որպեսզի այդ արյունը, որ թափվեց խաչի վրա, դառնա զորություն ամեն մարդու համար, ով որ հավատում է։ Որտեւ Աստված իր որդուն աշխարհ չուղարկեց դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Սիրելիներս, այո, մեր Աստված դատավոր է, այո, մի օր մարդկությունը ամեն մեկը կանգնելու է նրա առջև, սիրելիներս, բայց մենք գիտենք Աստվածաշնչից, որ Աստծո նպատակը նա չէր, որպեսզի ուղարկի իր որդուն դատելու մեզ, այլ որպեսզի փրկի խավարից, փրկի չար գործերից, փրկի հիվանդություններից, փրկի մեռած գործերից, փրկի մեղքերից։ Ով նրան հավատում է, չպետք է դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անվանը։ Ահա, այս է դատաստանը, լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Դա է ամենամեծ պատճառը, սիրելիներս։ Բոլորն էլ ներսում գիտեն, անհավատն էլ գիտի, բայց նա չի ուզում հավատա մի պատճառով, որովհետև հասկանում է, որ պետք է գործերը թողի, որ պետք է ապաշխարի։ 21-րդ խոսք, իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել։ Հալելույա, փառք Աստծուն։